մենք գտնվում ենք հոգեբանական պատերազմի մեջ։ Այսօրվա մեր իշխանությունները ընդամենը գործիք են այդ խաղավարների ձեռքին։ Ինչպես վերահսկել մարդու գիտակցությունը։ Լավագույն ձևը մարդուն անորոշության մեջ դնելն է։ Մեկ ասել սիրում եմ, մեկ ասել ատում եմ։ Երբ դու անընդհատ կողքից իրեն նվաստացնում ես, վարկաբեկում ես, իր մեջ առաջանում է մի երևույթ, որ սոցիալական հոգեբանները կոչել են ձեռքբերովի անօգնականություն, ռոհի վիճակից դուրս գալու լուրջ նշաններ մենք ունենք։ Իրենք գիտեն, որ սոցիալական հենարան իրենք չունեն, իրենք մի տեսակ նման են ձեռքը փրփուրներից գցողներին։ Իսկ այսպիսի վիճակում մարդը պատրաստ է անելու ամեն ինչ։ Զոհ են դարձնում, հա։ Ինչ ես գլուխ գովում քո գառնիով, ինչ ես գլուխ գովում, չգիտեմ, քո տիգրան մեծով եւ այլն։ Հենց որ դուք վախի կրիտիկական այդ սահմանին անցնեք, մարդիկ շրջվելու են ու սկսելու են մեղմ ասած ինքնապաշտպանվել։ Այդ փուլն է հիմա։ Մոտեցել ենք այդ փուլին։ Մոտենում ենք։ Նախընտրական քարոզարշավը բուռն ընթացքի մեջ է, փոխադարձ վիրավորանքներով, ագրեսիվ արտահայտություններով եւ արտաքուստ բևեռացվածությամբ։ Բարև ձեզ, ես Արկադի Գրիգորյանն եմ, կիզակետում այսօր արդյոք այն ինչ տեսնում ենք խորքային է եւ ազդում կամ ազդելու է հասարակության հոգեբանության վրա։ Փակագծերը կբացենք մասնագետի հետ։ Հոգեբան Կարեն Ալչաջյան, բարի գալուստ կիզակետ։ Շնորհակալ եմ հրավեր ընդունելու համար։ Տիկին Ալչաջյան, եւ այսպես քարոզարշավը մոտենում է ավարտին ընտրությունների։ Առերևույթ բավականին արտաքուստ է, ագրեսիվ է, վիրավորական հռետորաբանություն կա, պատկացնելու եմ, չոքացնելու եմ, դա ամենամեղմերն եմ հիմա օգտագործում։ Նման բառապաշարը դու օրինակ հենց Փաշինյանի կողմից է, որոշ ընդդիմադիրներ էլ եթե անկեղծ լինենք, խայծը կուլ են տալիս, հա, եւ մոտավորապես նույն բառապաշարով էլ պատասխանում են, հա։ Հոգեբանական առումով ու հենց հոգեբանի տեսանկյունից ինչպես կգնահատեք այս իրավիճակը ընդհանուր, այսա ինչ է հուշում այս ագրեսիվությունը, օրինակ գլխավորապես իշխանական թևի ագրեսիվությունը։ Որպեսզի մենք հասկանանք այսօրվա իրավիճակը, այն ինչ դուք նկարագրում եք, մենք պիտի հասկանանք մի բան, որ արդեն վաղուց ի վեր մենք գտնվում ենք հոգեբանական պատերազմի մեջ։ Հոգեբանական Հայաստանը, հայ ժողովուրդը, մեր քաղաքացիները հոգեբանական պատերազմի թիրախում են գտնվում։ Իսկ հոգեբանական պատերազմը այնպես ինչպես ավանդական պատերազմները։ Մի ճշտում ով է վարում, ով է մյուս կողմը պատերազմը։ Ես հիմա կասեմ։ Իսկ հոգեբանական պատերազմը, ինչպես եւ ավանդական պատերազմը, ունի իր ուրեմն մեթոդաբանությունը, իր թիրախները, իր գործիքները, իր ուրեմն առանձին օպերացիաները, ուրեմն սա շատ լուրջ է, եւ որպեսզի մենք կարողանանք բացատրել այսօրը, պետք է հասկանանք դա։ Հիմա պատասխանեմ ձեր հարցին, ով է վարում։ Այսօրվա մեր իշխանությունները ընդամենը գործիք են այդ խաղավարների ձեռքին, իրենք շատ լավ գործիքներ են, որովհետև, գիտեք, նույնիսկ նայելով իրենց, ասենք, ինտելեկտուալ կարողությունները եւ այլն, իրենք չեն կարող այդպիսի ուրեմն որակով հոգեբանական պատերազմ վարել։ Իրենց թելադրվում է, ընդ որում ես որպես մասնագետ, երբ նայում եմ այս զարգացումներին, սկսած 18 թվականից, նույնիսկ դեռ ավելի առաջ, որովհետև կա նաև հոգեբանական պատերազմի նախապատրաստական փուլ, որով մենք անցել ենք։ Ուրեմն երբ ես նայում եմ այս զարգացումները, ես հասկանում եմ, որ այս պատերազմ վարողները հրաշալի զինված են մարդկային հոգեկանի օրինաչափությունների իմացությամբ, միջանձնային, միջխմբային վարքի, հաղորդակցման հոգեբանության օրինաչափությունների հրաշալի իմացությամբ եւ դա կատարվում է շատ գրագետ։ Այսինքն ոչինչ պատահական չէ։ Ակնհայտ այդ պայթյունը տեղի ունեցավ որպես այդ իշխանության ուզուրպացիա իշխանազավթում 18 թվականին, բայց դրանից առաջ կար նախապատրաստումը։ Հիմա որպեսզի շատ հետ չգնանք, տեսեք, եկան սիրո ֆոնի վրա, սիրում եմ, խոնարհվում եմ, բոլորդ վարչապետները, գիտեք, երբ մենք նայում ենք այսպես տրամաբանության դիրքերից, ինչպես կարելի է հավատալ այն խոսքերին հարթակից ուղղված, որ մենք բոլորս վարչապետներ ենք։ Աբսուրդ է, չէ՞։ Բայց դուք տեսեք մարդիկ
ինքնագնահատականը բարձրացնում էին մարդկանց երկրի տերը դու ես, դու վարչապետ ես, այս անարդարությունները հաղթահարելու ենք, ձեզ վերադարձվելու է, հա, ձեր ուրեմն, չգիտեմ, արտահար ունեցվածքը եւ այլն, այսինքն շատ դրական ֆոների վրա, պոզիտիվի վրա եւ մարդիկ, քանի որ նաեւ նախապես եղել էր այդ նախապատրաստական փուլը, վարկաբեկումները եւ այլն, որ մենք այսօրվա ուրեմն հեռավորությունից նայում ենք, նույնիսկ գործեր եղան քրեական, մենք տեսնում ենք, որ անապացուցելի բաներ էին դրանցից շատերը։ Այսինքն պոզիտիվի վրա իրենք եկան։ Անցավ 7 տարի, հիմա տեսնում ենք ճիշտ է քաղաքական հակառակորդներին, բայց ոչ միայն փողոցում տեսանք այն օրը կնոջը եւ այլն, հա տիկնոջը։ Այդ սատկացնել չոք ասել, մյուսները չեմ կարող ասել եթերում, այդ ինչ նույն մարդը չէ։ Եկեք մենք հիշենք, որ արդեն իշխանության գալուց հետո դուք չեք հիշում, արդեն պատին ծեփելը կար, ասֆալտին բորդյուր կրծել, հիշում եք ինչ էկզոտիկ արտահայտություններ ասես մենք լսել ենք, այսինքն ինչով է դա պայմանավորված, գիտեք ինչ, սա վերահսկման մեխանիզմներ են, ինչպես վերահսկել մարդուն, ինչպես վերահսկել մարդու գիտակցությունը, լավագույն ձևը մարդուն անորոշության մեջ դնելն է, մեկ ասել սիրում եմ, մեկ ասել ատում եմ, հիմա ինչ է զգում մարդը, ինքը սիրված է թե ատելության թիրախ է, մեկ սա է զգում, մեկ նա է զգում, էլ չասեմ այն բոլոր դժբախտությունները, արհավիրքները, որոնք եկան, մահերի տեսքով, արյան տեսքով, հայրենիքի ծվատման ու կորստի տեսքով, որը մինչև այսօր շարունակվում է, հոգեբանական օպերացիաներ, այսպես ուշադրության շեղում, ինչ-որ բանի վրա, ինչ-որ, չգիտեմ, ուժեղ էմոցիաները զարմանք առաջացնող, տարակուսանք առաջացնող, ինչ-որ բաներ, եւ մեկ էլ դու տեսնում ես մյուս ձեռքով թիկունքի ետևից արվում է այն ինչ արվում է հայրենիքի հանձնում եւ այլն, այն ինչ մենք տեսնում ենք։ Այսինքն սրանք բոլորը մտածված են։ Հիմա արդեն, գիտեք ինչ, ես այսպես եմ կարծում, ինքը կարող էր, չէ, նորից սիրում եմ եւ այլն, եւ այդ սրտիկներով, որ ինքը այդպես հանդես էր գալիս, դա էլի ըստ էության սիրելու ինչ-որ մի նշան էր, վերադարձել ինչ-որ 18-ից, ինչ-որ չափով իրենք շատ լավ հասկանում են, նաև իրենց կոորդինատորները հասկանում են, որ այսօր եթե ինքը սիրելու դիշք, խոնարհվելու դիշքերից հանդես գա, արդեն մարդկանց գիտակցությունը որոշակիորեն ազատագրված է, իրենք այդ խայծը կուլ չեն տա, իրենք հասկանում են, որ իրենք սիրված չեն։ 18-ի ժողովուրդը չի այդ իմաստով։ Փոխված է, այո, այն հոգեբանական վիճակը, որ կար մարդկանց մոտ, այն սպասումները, եւ այլն, Ձեր միանգամայն տարբեր են բոլոր դեպքերում, ինչքան ուզում է մարդկանց գիտակցությունը վերահսկես, անորոշության մեջ դնես եւ այլն, մարդը բախվում է ճշմարտություններին եւ մարդկանց մենք պիտի դա արձանագրենք, որ մի զգալի հատված այսօր ստապ է, այսօր հասկանում է, այլ բան է, որ իրեն զգում է անօգնական։ Գիտեք, հատուկ այ հոգեբանական պատերազմի առանձին մի գիծ է այն հասարակությունը, այն երկիրը, որ ուզում ես ծնկի բերել, հոգեբանորեն դարձնել զոհ, դա վիկտիմիզացիա է կոչվում, հա, սա հոգեբանական պատերազմի օրինաչափություններից է, վիկտիմիզացնել հասարակությունը, այսինքն ինչ է նշանակում հոգեբանական զոհ, ինքնագնահատականը իջեցնում ես ինքնագնահատականը, ով ես դու, քեզնից ոչինչ չես ներկայացնում, ես երբ ուզում քեզ բանտերը նետեմ, հաթևերդ կոլորեմ, ուզում ես հերոսի ծնող եղիր, չգիտեմ, հա, քեզնից ոչինչ, ով ես դու առհասարակ, ինչ պատմություն, ինչ հերոսներ, ինչ արքաներ, հա, ինչ մշակույթ հա ստեղծված, այսինքն վարկաբեկել, ինչին մենք տեղյակ ենք։ Գիտեք, մենք փորձենք հասկանալ առանցին անհատին։ Երբ դու անընդհատ կողքից իրեն նվաստացնում ես, վարկաբեկում ես, իր մեջ առաջանում է մի երևույթ, որ սոցիալական հոգեբանները կոչել են ձեռքբերովի անօգնականություն, այսինքն դու իրականում անօգնական չես, բայց քեզ այնպիսի վիճակի մեջ են դրել տարբեր տիպի հարվածներ հասցնելով, խաբելով, թյուրիմացության մեջ դնելով, հա, ցավեր պատճառելով։ Պաշտպանում է հայ ժողովրդին այդ ձեռքբերովի անօգնականության մեջ է դրել։ Այսօր դուրս ենք գալիս։
Ես ակնհայտորեն տեսնում եմ, որ այս ընտրական, նախընտրական, այս միջավայրը հոգեբանական այնպիսին է, որ գիտեք, երբ տեսնում ես մարդիկ կանգնում են, այո, հասկանալով, որ իրենք իրենց վտանգում են, ճշմարտություններ են նետում իրենց դեմքերի։ Սա նշանակում է, որ զոհի վիճակից դուրս գալու լուրջ նշաններ մենք ունենք։ Նայում ենք տրամադրությունները, մարդիկ հասկանում են, որ այսպես այլևս անհնարին է, այլևս իրենք հոգեպես պատրաստ չեն խաբվելու։ Այսինքն տեսեք, բայց երկար տարիներ դեռ այսօր էլ այդ տրամադրությունները ինչ-որ չափով կան, որոշակիորեն կան, որ դե լավ մեզնից ինչ է կախված, մեկը իրանք էսպես են անելու, հա, կամ նետվում են ստերեոտիպացված արտահայտություններ, բոլորն էլ նույնն են, հա, այսինքն ո՞նց են, մի հատ եկեք նույնական դիմությանը նույնացնում է նաև, ասում են։ Մեր տրամաբանությունը եկեք միացնենք, ո՞նց թե նույնն են, մի հատ իրար կողք դրեք այն գործիչներին, որոնք այսօր ուրեմն իրենց վրա այդ բեռը վերցնում են, հա, փրկերի երկիրը, իրենք նույնն են, ընդ որում շատ տարբեր են։ Տիկին Աշոտ ջան, եթե շարունակենք թեման, այսինքն այդ ագրեսիվությունը, այս հիմիկվա վարքագիծը իշխանության, դա խոսում է իրենց սպառնացող տագնապը գիտակցելու մասին, թե դա էլ հոգեբանական պատերազմի տարբերակ է եւ որը հիմա են կիրառում այս ընտրություններում հաղթելու համար եւ կհաջողի թե ոչ, դա ինչ է։ Եվ միանգամից ասեմ, որովհետեւ սա կենաց ու մահու պայքար է երկուստեք։ Եվ մեզ համար, որպես ազգ, որպես պետություն, որպես ժողովուրդ, սա իսկապես կենաց ու մահու պայքար է։ Մենք հասել ենք մի հատ ջրբաժանի, որտեղ կամ ինքնասպանվում ենք, կամ շարունակում ենք ապրելու զարգանալ։ Ինչու՞ չէ, նաև թռիչքներ կարող է ունենանք։ Իրենց համար նույնպես սա գոյամարտ է, որովհետև իրենք հրաշալի գիտեն, թե ինչ են արել։ Իրենք դա արել են մտածված, իրենց կոորդինատորների թելադրանքներով, հա, դրսից եկող, դրանք նույն թուրքերն են, թուրքերի ետևում կանգնած, ուրեմն այդ բոլոր տեսակի ուժերը, որ քաղաքագետները արդեն այսպես բաց նշում են, ուրեմն իրենց համար էլ է կենացու մահու պայքար։ Սա նշանակում է, որ իրենք պատրաստ են դիմելու ցանկացած քայլի, ցանկացած մենք աչքի առաջ տեսնում ենք, չէ՞, ինչ ապօրինություններ են տեղի ունենում, ընդ որում ոչ միայն հիմա, նաև չէ, սահմանադրության ուրեմն ոտնահարումներ, անընդհատ եւ այլն։ Այսինքն իրենք այսօր մենք պետք է հասկանանք, որ իրենք պատրաստ են ամեն ինչի։ Բայց մյուս կողմից եկեք դուրս գանք զոհի հոգեբանությունից, այսինքն այդ խայծերը կուլ չտանք, տեսեք դուք խոսում եք այդ ագրեսիվ, այդ գարշելի գրեհկաբանությունների մասին, չէ՞։ Վստահ մարդը կենցաղում էլ, իր ուժերի վրա վստահ մարդը, հաղթողի հոգեբանությունը մարդը հանդարտ է, նա քաղաքակիրթ է, նա թույլին բան չի, ընդհանրապես ոչ մեկին, չէ, սովորաբար մարդը կյանքում ագրեսիվանում է, գնում է հայոյանքի, երբ թույլ է չունել, հիմա տեսեք ինքը մի կողմից ասում մենք այ մեծամասնություն ենք ունենալու ժողովրդի սերն ու հարգանք ենք եւ այլն եւ հակառակ դա եմ ասում, դա ինչի մասին է, դա երկվությունն է։ Իրենք գիտեն իրականությունը, իրենք շատ լավ գիտեն իրականությունը, իրենք գիտեն, որ սոցիալական հենարան իրենք չունեն, գրեթե չունեն, չհաշված, չգիտեմ, իրենց հետ ասենք փոխկապակցված մարդիկ, այն մարդիկ, ովքեր գիտեք ինչ վերլուծական կարողություններից զուրկ են, քարացած այդպես ռիգիդ են, հա, շատ քարացած է իրենց հոգեկան աշխարհը, դիրքորոշումները փոխել է իրենց համար շատ լուրջ է, իրենք դա գիտեն, այնպես որ իրենք այո վախեցած են, բայց իրենք մի տեսակ նման են ձեռքը փրփուրներից գցողներին, իսկ այսպիսի վիճակում մարդը պատրաստ է անելու ամեն ինչ, այո վախից դժտված, բայց սա շատ վտանգավոր վիճակ է, հա, վտանգավոր է այն ամենի նկատմամբ, ինչին իրենք թիրախավորել են, իսկ իրենք թիրախավորել են մեր հայրենիքը, մեր պետությունը, մեր ժողովրդին եւ մարդը որպես այդպեսին փաստորեն արժեք չունի, հա, վկա այս ամբողջ տարիները։ Հիմա իրենք այո վախից դժտված կենաց ու մահու պայքար են մղում, բայց այստեղ ես ուզում եմ, որպեսզի մենք այս վիկտիմի, այդ զոհի վիճակից դուրս գանք, որովհետև ամեն ինչ արվում է, որ մենք մնանք զոհի վիճակում, շարունակում է արվել։ Մենք պիտի մի բան տեսնենք, հա, նայենք իրականությանը։ Լավ, եթե ինձնից, ձեզնից, այն մյուս քաղաքացիներից, բոլորիցս, հա, ոչինչ կախված չէ։ Եթե իրենք մեկը անելու են, ինչ անելու են, հա, այդքան այդ իրենց գործիքները օգտագործելով, այո, օգտագործելու են, բան չեմ ասելու։ Ինչի են ընկել փողոցները, գյուղոքաղաք, ձայներ մուրում։ Եկեք մենք հասկանանք, որ մեր ձայնը արժեք ունի։ Եկեք մենք չինքնանվաստանանք, հարկավոր է գնալ ընտրության,
Հավատալով, որ կաթիլը քարը ծակում է, հա, մեզանից ամեն մեկը թող իրեն զգա այն կաթիլը, որ այս ապարաժը ի վերջո ծակելու է։ Եթե մեր հավաքականության մեջ իրենք ուշ չտեսնեն, իրենք այդպես իրար խառնված, հա, չէին գորգորա, հայուի, չգիտեմ, ինչ-որ խոստումներ տալ նորից եւ այլն։ Այսինքն մարդիկ այսօր հայ քաղաքացին, հայ մարդը, ով ունի ընտրություն կատարելու իրավունք, ինքը պիտի հասկանա, որ ինքը սա այն պահն է, երբ ճակատագիրը իրենից է կախված։ Պետք է գնալ ընտրության, անպայման պետք է գնալ, չեք հավատում, չեք վստահում, ոչինչ չհավատալով գնացեք։ Կասկածում եք, կասկածելով գնացեք։ Այ հոգեբանի դիտանկյուն տեսակ, եթե այդ ով որ պիտի գնա ընտրության, դա 2021-ի ընտրության քաղաքացին չէ, ինչու որտեվ ընդդիմությունն ասել որ 21-ին դեռ շոկային էր, հետ պատերազմյան ստրեսը չհաղթարած մարդիկ էին գնում տեղամաս։ Հիմա այդ ստրեսը հաղթարած մարդիկ են, ինչպես է տեսնում դուք։ Հիմնականում, այո։ Գիտեք ինչ, այո, ժամանակն անցնում է եւ մեր ինչպես անհատապես, այնպես էլ խմբային իմաստով ինքնապաշտպանական մեխանիզմները գործում են։ Հա, այսօր արդեն մեր ժողովուրդը բախվել է այնպիսի իրականությունների հետ, այնպիսի իրողությունների հետ, որ արդեն նույնիսկ այն մտայնությունը, որ այս բանը, հա, այս դժբախտությունը, այս կորուստը եւ այլն ինձ հետ չի պատահի, ուրիշի հետ միայն դա պատահում, արդեն այդ միֆը ցրվում է, մարդիկ կամաց հասկանում են, որ եթե նույնիսկ իրենց անկյուններում այսպես հարմարվելով սուսիկ-փուսիկ ապրեն, հա, թեկուզ դժգոհելով եւ այլն, միևնույն է, այս ուխտը բոլորի դռանը չոքելու է։ Տեսեք, մենք աչքի առաջ տեսնում ենք, հա, օրինակ ասենք տնտեսավարողներ, ասենք ծաղկի այդ բիզնեսով զբաղվող մարդիկ, իրենք երևի իրենց անկյունում նստած շատ-շատերը չեն էլ խառնվել, նույնիսկ համարել են, որ չէ, շատ լավ է եւ այլն եւ այլն։ 20 տարի մի բանն արել բոլոր իշխանություններով, իր ծաղիկը բարձել է, տալ է Ռուսաստանը։ Այո։ Եվ ապրել է։ Այո։ Հիմա, այսինքն ես ուզում եմ ասել, ինչքան ուզում է դու չխառնվես, ինչքան ուզում է դու անջատես բոլոր հնարավոր լրատվամիջոցները, որ ինչ որ դեմքեր չտեսնես, ինչ որ ձայներ չլսես, հա, սա մեր ճակատագիրն է եւ մեր ճակատագիրը պիտի մեր ձեռքին լինի։ Սա միակ եւ վերջին հնարավորությունն է, երբ մեզանից յուրաքանչյուրը կարող է որոշել, հա, ինչ-որ լումա ունենալ իր անձի, իր երեխայի, իր թորնիկի, ել չեմ ասում իր հայրենիքի, իր պետության ճակատագրի մեջ։ Մենք այսօրվա օրից ենք խոսում, մի բան, դուք որպես հոգեբան, դες համար դա կարծում եմ հենց հոգեբանի, հա, պատասխանելու հարց է։ Այսօրվա իր այսպես ենք հաղթանակին, իշխանության վերարտադրությանը ինչով է խանգարում, թվում է թե այսօրվա այդ կապ չունեցող պատմական Հայաստանը, եկեղեցին, այդ պատմական իրականի հակադրումը, այ որ ես չպետք է ասեմ, որ պապերս մշեցի են, հետո ավելի ուշ իմ պապերը ջավախցի են, ես իմ հայրենիքը նաև ջավախքն է, ոչ միայն Հայաստանը, կամ մյուսը եւ այլն։ Այստեղ ինչ կա հոգեբանական պահ իշխանության եւ հակառակը ժողովրդի համար, ինչու է սա շարժվում։ Գիտեք, ես հիմա այսպես խորամուխ եմ լինում հոգեբանական պատերազմի բնույթի մեջ եւ ձեր հարցը լսելիս ես ուղղակի մտածում եմ օրինաչափությունները գործում են, որովհետեւ կա հատուկ բլոկ, հա, թիրախավորման հատուկ բլոկ հոգեբանական պատերազմի, որը միտված է դեպի արժեքները, դեպի ավանդույթները։ Կներեք, ընդհանուր գրագետ մարդու վրա է ազդում։ Բոլորի վրա է գրագետ մարդու։ Այո։ Պինդ էլի այդ իմաստով մարդու վրա էլ է։ Գիտեք ինչ, այսպես եթե քեզ անընդհատ հարված են հասցնում, խեղճացնում, դու այդ իմ ասած զոհի վիճակում ես, հա։ Բայց պատմական հայրենիքը ինչով է, եմ ուզում հասկանամ։ Եկեղեցին ու պատմական հայրենիքը։ Այսինքն դա ինչն է, մեր ինքնության կարևորագույն բաղադրիչն է, իմ պատմական հայրենիքը, իմ ամբողջ այդ խորհրդանիշները, իմ արքաների կերպարները, իմ զորահրամանատարների կերպարները, մինչև Արցախյան ուրեմն պատերազմ, նույնիսկ ես կասեի մինչև հիմա, երբ մեր զինվորը հերոսաբար կռվում է, ուղղակի դավաճանված է։ Այսինքն տեսեք ինչ են անում, դու ոչ մի բան ես։ Արմատ չունես։ Այո, դու ոչինչ ես։ Զոհ են դարձնում, հա։ Ինչ ես գլուխ գովում քո գառնիով, ինչ ես գլուխ գովում, չգիտեմ, քո Տիգրան մեծով եւ այլն։ Մասիսը, ինչ մասիսը քոնը չի, էլ միած սահմանը տես որտեղ է։ Այսինքն տեսեք ինչ են անում, մեզ
արժեքներից են զրկում։ Սա հոգեբանական պատերազմի, ասեմ ձեզ, հատուկ բլոկ է, որի վրա անպայման պետք է աշխատել։ Եվ եկեղեցին, հա, այն ինչ ավանդական է, այն ինչից կառուցվում է մեր ազգային ինքնությունը, որը մեր անհատական ինքնության կարևորագույն, այսպես ֆոնային վիճակ բաղադրիչն է, թուլացնել, ոչնչացնել, դարձնել ինչ որ ստրուկի նման մի բան, որ կարողանան ուրեմն հասնել մարդկանց այնպիսի վիճակի մեջ դնել, որ վիզը ծռած, Թուրքի առաջ, չգիտեմ ինչ որ ծառայություններ մատուցես եւ այլն, բայց իհարկե վերջը մորթվել։ Ճիշտ հասկացա՞դ ես, որ հոգեբանական պատերազմը ի համեմատ ռազմական եւ չգիտեմ անգամ ամենավերջին կապիտուլյացիա լավ ինչպես եղավ Հիտլերյան Գերմանիան, բայց դու ոտքի կանգնես։ Եթե դու հոգեբանական պատերազմով հաղթեցիր ու այդ ժողովրդին կոտեցիր, վերականգնելը գրեթե անհնար է։ Իսկ պատերազմականի դեպքում բնական այդ ավելի ամենաբարձր կատեգորիան է պատերազմների, հա, ճիշտ եմ հասկանում ես։ Գիտեք ինչ, այո, նույնիսկ պատերազմների հնագույն մասնագետները ասել են, եթե ուզում ես հաղթել հակառակորդիդ, նրան մեջ կոտրիր պայքարելու ոգին։ Դու համարի, որ արդեն հաղթած ես։ Կապ չունի տեսակի զենքերում ինքը։ Այդտեղ գիտեք ինչ, նույնիսկ այսօրվա այս հիբրիդային պատերազմներում շատ է այդ մասին խոսվում, ընդ որում այս հարցն էլ աղավաղվում, հա, շատ հաճախ։ Ուրեմն այսօրվա հիբրիդային պատերազմների հետ կապված մենք տեսնում ենք, որ չի բացառվում ավանդական միջոցները, այսինքն զենք ու զրահով, հա, այդ զինական զուտ, դա էլ է համարվում բնականաբար հիբրիդային պատերազմի բաղադրիչ, բայց եթե քեզ հաջողվել է ներսից գրավել այդ երկիրը, հա, դնել դրածո իշխանություններ, որոնք ըստ էության թշնամական ուժերի ուրեմն նպատակներն են իրականացնում, վատել չեն իրականացնում, խեղճացրու ժողովրդիդ, կտրիր արմատներից, ասա, այս ինչ պատմություն է, այս ինչով եք, չգիտեմ, հպարտանում, վարկաբեկիր, կոտրիր պայքարի ուժը, կոտրիր ինքնագնահատականը, եւ այդ մարդը արդեն գետնատարած կողոթքերի տակ է, ինչ ուզես կանես հետը։ Հիմա մենք սա պիտի թույլ չտանք, ընդ որում բավականին իրենք առաջ գնացել են։ Այսօր արդեն տեսեք այդ ագրեսիվությունը, ես ուզում եմ ձեր հարցին այնուամենայնիվ անդրադառնալ, ինչու ագրեսիվ։ Մի քիչ էլի է, թող ինչ-որ շոյող բաներ ասի եւ այլն եւ այլն։ Իրենք արդեն հասկանում են, որ դա չի անցնի, այդ խաղաթուղթը արդեն մաշված, հնացած խաղաթուղթ է, եւ իրենք աշխատում են, այստեղ էլ իրենց կոորդինատորների թելադրանք անպայման կա, ամենակարևոր թիրախի վրա, մարդկային հոգեկանի ամենախորքային ու ամենաարխայիկ ապրման վրա, դա վախի զգացումն է, վախի ապրումը, իրենք զբաղված են վախեցնելով։ Այն որ պատերազմ կլինի սեպտեմբերին օրինակ, հա, պատերազմ կլինի, եթե դու դեմ ես խոսում, թևերդ կոլորտեն ու չգիտեմ կտանեն, տանը նստած քեզ կհամարեն, չգիտեմ, ասենք ազգի դավաճան, այդ իրենց լծակները, հա, ինչու՞ չես զոհվել, նույնիսկ դրան, հա, այսինքն իրենց համար լավ հայը մեռած հայն է, հա, այդպես է ստացվում։ Այսինքն տեսեք, վախի մթնոլորտ, իսկ վախը, ես նորից եմ կրկնում, մարդկային հույզերից ամենահնագույնն է, ամենաբնականն է եւ մարդկանց մեծ մասը ուրեմն վախի նկատմամբ զգայուն են։ Ընդ որում ես ասեմ, որ վախը ինքը նաեւ ինքնապաշտպանական նշանակություն ունի։ Դրա համար է այդպես հնուց ի վեր պահպանվել հասել մինչեւ մեր օրերը, հա, քաղաքակրթական զարգացման այդ ամբողջ ճանապարհին։ Վախը չափի մեջ դրական բան է, չափի մեջ, չէ։ Չափի մեջ երբ քեզ զգուշացնում է վտանգներից, բայց եթե քեզ անընդհատ վախեցնում են, հա, սպառնալիքների տակ ես դու մարդկանց մեջ կարող է առաջանալ վախի զգացում։ Բայց ես իրենց հիասթափեցնել եմ ուզում։ Ես իրենց հիասթափեցնել եմ ուզում։ Գիտեք, էլի վախի հոգեբանության հետ կապված մի քիչ բացի ձեր կոորդինատորներից մենք էլ մի քիչ հոգեբանություն գիտենք, հա։ Ուրեմն տեսեք, դուք պատկերացրեք, ես այսպես պատկերավոր, հա, ներկայացնեմ։ Գիշեր է, մութ է, դու քայլում ես փողոցով։ Մեկ էլ ետևից ոտնաձայն ես լսում։ Մեկ էլ նայում ես, ինչ-որ մեկը ոնց որ քեզ հետևում է, վախենում ես քայլերը տարակացնում ես, նայում ես ինքն էլ է քայլերն արագացնում, նայում ես, տեսնում ես ձեռքին ինչ-որ մի հատ կասկածելի իր կա, հա, այսինքն վախ, դու ինչ ես անում, վախից սկսում ես վազել, ինքն էլ է սկսում վազել, հիմա, բայց կա փախուստի հեռավորություն և կա
ինքնապաշտպանության հեռավորություն։ Գալիս է մի պահ, մի հատ քրիտիկական ուրեմն սահմանագիծ, երբ վախեցած փախչողը ետ է դառնում եւ սկսում է ինքնապաշտպանվել։ Հիմա, եթե դուք մեզ այդքան վախեցնում եք, դուք իմացեք, որ հենց որ դուք վախի քրիտիկական այդ սահմանին անցնեք, մարդիկ շրջվելու են ու սկսելու են մեղմ ասած ինքնապաշտպանվել։ Այդ փուլն է հիմա։ Մոտեցել ենք այդ փուլին։ Մոտենում ենք նայած իրենք ինչ գործիքներ կօգտագործեն։ Եթե իրենք շարունակեն, ուրեմն ոչ միայն խոսքային սպառնալիքները եւ առանձին մարդկանց ինչ որ բանտերը նետել, եթե իրենք արդեն ավելի կոշտ massայական, հա, վախեցման, այսպես ասեմ, միջոցների դիմեն, այո, պետք է իմանան, որ մարդկանց մեջ կարթնանա էլի շատ արխայիկ, էլի շատ հնագույն ինքնապաշտպանական ներքին ուժերը։ Վերջին հարցը, տեսեք, պարտվողի թե հաղթողի հոգեբանության մասին թե խոսենք, իշխանությունը կենցաղային մակարդակում ժողովուրդ արտակոս խաղաղություն, անհոգ կյանք, հա, ուրախ կյանք, հարուստ, առանց սթրեսների կյանք, ինչներ պետք է տամ, մենք դա ենք ձեզ բերում։ Օրինակ, ինչ վատ բան կա դրա մեջ։ Գնացեք սրճարաններում կնստեք, խաղաղություն կլինի, բան, այո, մյուսները որ եկան, ձեզ էլի լարվածության մեջ են պայելու, հարևանների հետ էսկոմ եկում։ Այդ դա հոգեբանական առումով ազդող բան է եւ ինչ կա դրա տակ։ Ուրեմն հոգեբանական պատերազմի այդ բլոկներից մեկը կոչվում է հիմարացման բլոկ։ Այդ այդպես էլ կոչվում է, գիտեք, դեբիլիզացիայի բլոկ, այդպես է կոչվում։ Այսինքն դու ինչ ես անում։ Մարդկանց կտրում ես իրականությունից, ինչ որ քաղցր-մեղցր բաներ ես, հա, խոստանում, հա, տեսեք, մեր մոտ խաղաղություն է եւ այլն, բայց կարծես թե դեռ մի քանի տարի առաջ չի եղել, հա, այդ արյան գետերը, որ հոսեցին։ Հիմա հա, հիմա ինչ որ է, անցել է, գնացել է, էլ մի հիշեք, հա, դուրս եկեք այդ վիճակից։ Համերգներ, փառատոններ, փառատոն, հա, տեսեք, թռվռանք, հա, ահա։ Այսինքն սա դեբիլիզացիայի բլոկի մեջ է մտնում։ Մարդկանց թյուրիմացության մեջ գցել, հիմարացնել, էլի աշխատել շատ արխայիկ մարդկային մի ուրեմն ապրման վրա, առհասարակ ձգտման վրա, որը կոչվում է հաճույքի ձգտում։ Ցանկացած մարդ ուզում է իր կյանքում հաճելի պահեր ունենալ, նորմալ է, հա, բայց եթե դու վտանգի մեջ գտնվող մարդկանց մանավանդ ինքդ ես սպառնալիք, հա, դու ներշնչում ես այդպիսի բաներ, հաճույքներ ես ներշնչում, մարդիկ ինչ որ չափով կարող են այդ խայծը կուլ տալ, բայց իրենք զոհ են, որովհետև հաջորդ պահին դու իրենց ոչնչացնելու ես։ Բոլոր հնարավոր հաճելի թմբիր է, վտանգավոր թմբիր է։ Շատ վտանգավոր է, շատ վտանգավոր է։ Սա ուրեմն մարդկանց հիմարացնելու, հաճույքի այդ ներքին ձգտման վրա մանիպուլյացիա անելու շատ լավ ձև է, որը գիտեք, վախն էլ ինչ որ չափով կաշխատի, հա, այդ վախեցնելը։ Սա էլ, հա, այդ մի հատ սենց սիրուն, տենց ինչ որ մի հատ հեռանկար, այդ էլ ինչ որ չափով, բայց գիտեք ինչ, մարդկանց չի կարելի հիմարի տեղ դնել։ Մարդիկ արդեն ունեն կենսափորձ, մարդիկ դες ճանաչում են, դրա համար էլ իրենք արդեն դիմում են այս միջոցներին, հա, վախ, մեկ էլ հետոնիստական հաճույքի հետ կապված ինչ-որ խոստումներ, հա, եւ նաեւ ընթացիկ էլ անում են, հա, սիրում եմ, հետո ոչնչացնում եմ, վախեցնում եմ, բայց նաեւ ստեղծում եմ համերգ ու ռեստորան, հա։ Այո, եւ մարդկանց մեջ առաջանում է ուղեղներում քաոս, լավ է թե վատ է, հավատամ թե չհավատամ, դες համերգ է, էլի գնացել եմ, ապարում եմ, թռվռում եմ, հա, դուր ես գալիս է, բայց մյուս կողմից քեզ մատ են թափ տալիս վրա, հա, ասում են մեռի ինչի ես ապրում։ Այսինքն քաոսի տեսությունը նույնպես իր գործը անում է, դա էլի շատ կապված է հոգեբանական պատերազմի հետ, առաջացրու քաոս մարդկանց ուղեղներում, առաջացրու քաոս հասարակության մեջ, եւ դու կարող ես այդտեղ տեսնել կառավարման լծակներ ու ամեն ինչ տանես քո ցանկալի ուղղությամբ։ Շատ շնորհակալ եմ հյուրընկալվելու եւ ես ընդհանուր քաղաքական թույլ տվեք ասել գաղջը գիտնականի խոսքով մի տեսակ պարզաջերելու համար շատ շնորհակալ եմ։ Զգացված եմ ինքնին։ Հիշեցնեմ կիզակետում այսօր հոգեբան Կարինե Ալչաջյանն էր, կիզակետի թողարկումներն ուշադրել տեսանյութեր դիտելու համար առաջարկում եմ բաժանորդագրվել մեր YouTube-յան ալիքին, կհանդիպենք։